Ինչ ասաց ես Տեր Վրդանեսը եւ նա կնոջը առաջինը որ հարցրել է ասել է վեհափարս ոնց է, ձեզ ինչ է ասել։ Մեզ էլ ասեց թե մենք ինչպես ենք։ Բոլորս տեղում ենք, բոլորս լավ ենք։ Այդպես ճիշտ է։ Ամենքս էլ մեր մտերմությունից, մեր ընկերական միջավայրից, մեր ընտանիքից գիտենք ինչ տեսակ իրավիճակում լինենք, ավելի երբ որ արդեն աշներս բացում ենք, փնտրում ենք մեր սիրելիներին, մեր հարազատներին, մեր ընտանիքի անդամներին, իմանալու իրանց ողջությունը, իրանք ինչպես են, լավ են թե ոչ։ Բնական է, նորմալ է։ Քրիստոնյայի համար եւ մանավանդ Աստծո օծյալի համար, փառք Տիրոջը, մեր Տեր հայրը շատ լավ էր զգում իրեն, բժիշկներն էլ ասացին, որ ամեն ինչ նորմալ է։ Ինչպես ասացի, գիտեք արդեն առողջականի մասին տեղեկությունները, մանրամասներ չհայտնենք, այդպես չգիտեմ ինչ կարելի ավելացնել, որ դուք չգիտեք։ Հա, իհարկե։ Ես եւ Տեր Հայկ այսօր մեր թեմից, մեր քահանա եղբայրների մյուս մեր ծառայակիցներ եղբայրների հետ էլ կապի մեջ ենք, բոլորը ամեն մեկը ճանապարհից զանգում են, հարցում են, ուրախանում են, որ գնում ենք, որտեվ այսօր նաեւ տարբեր ծառայություններ կա, ամեն մեկը այսպես կիսվել ենք որևէ միտեղ հասցնելու եւ կապի մեջ ենք տեղեկություն ունենալու նաեւ մյուս խնդիրներից, ինչ եղավ, ոնց եղավ, որտեղ ինչ է կատարվում։ Միասին աղոթք արեցինք, Տեր հայրս հաղորդություններ ուզում ստացավ Սուրբ հաղորդությունը, ավելի Տիրոջով ամրացավ, երկորից կտեղափոխվի պալատ, արդեն տեսակցել ավելի հեշտ կլինի, բոլորս էլ կգնանք, կտեսնենք, կջերմանանք, կզորանանք իրարով։ Տեր Սարգիս, երեք մայրաթոռում այնինչ տեղի ունեցավ, ինչպես կբնութագրեք եւ երեկվա այդ աջակցությունը վեհափար հայրապետին շատերի մոտ հույս է տվել, որ մեր եկեղեցին փառքով դուրս կգա այս ոտնձգություններից, որ կատարվում է մեր մայր եկեղեցու շուրջ։ Դուք ինչ եք կարծում, Տեր հայր, ինչ կլինի վերջը։ Ես չգիտեմ, անգամ այսօր մինչև երեկո ինչ կլինի։ Ես ուզում եմ դիմել իմ ժողովրդին, ասել, որ մնան աղոթքի մեջ, մնան եկեղեցու մեջ, մնանք ամենքս մեր տեղում, մեր ծառայության մեջ, Տիրոջով զորանանք, ամենօրյա մեր աղոթներով, իրար հետ սիրով, քաղցրությամբ հարաբերվելով հզորանանք, որպեսզի այն ինչ լինելու է, բարի ավարտով լինի։ Տերը միշտ դեպի բարին է մեզ առաջնորդում։ Եթե խրատում էլ է, ուզում է, որ մենք այդ խրատը ընդունող, հասկացող լինենք, ուղղվող լինենք, այս փորձությունն էլ պետք է մեզ ավելի հզորանալու համար։ Կարող է եւ արժեվում ավելի մեծ մարտահրավերներ կան եւ Տերը այսօր այս փորձություններով ուզում են, որ մենք ավելի հզոր լինենք, որովհետեւ չգիտենք վաղը ինչ փորձություններ կլինեն, դրանց առավել պատրաստ լինենք։ Էսա եկեղեցու կարգավիճակ։ Եկեղեցին այսպես է գործել դարեդար Քրիստոսով, ի գլուխ Սուրբ եկեղեցու, հավատավոր ժողովրդով, օծյալ դասով, միասին միախումբ, ինչպես որ գործ առաքելոցում ներկայացնում է Սուրբ Հոգու էջքի վիճակը, ասում է առաքյալները միատեղ էին, միասիրտ էին, միակամ էին։ Այդպես է եկեղեցին։ Ինչ էլ փորձություններ կա, սիրով առնենք Տիրոջ խրատը, դաստիարակվենք, զորանանք եւ պատրաստ լինենք վաղվա ավելի լավ օրվան։